քաղաքական բանտարկյալ Դավիթ Համբարձումյանի մեր ընկերոջ ինչպես այո Դավիթ Համբարձումյանը ստանձնել է իմպիչմենտի վարչապետի տեխնացուի պարտականությունները եւ այդ ծանր բեռը համաձայնվել է վերցնելու վրա։ Ուզում եմ հիշեցնել, որ Դավիթ Համբարձումյանը արտերկրում էր, երբ նրա վրա շինցուկ քրեական գործ հարուցվեց եւ վերաբացվեց շինցուկ քրեական գործը, նա կարող էր չվերադառնալ Հայաստանի Հանրապետություն, բայց Դավիթը վերադարձավ Հայաստանի Հանրապետություն պայքարելու համար։ Դավիթ Համբարձումյանի պայքարը Հայաստանի եւ Արցախի իրավունքների, Հայաստանի եւ Արցախի անկախության վերականգնման համար է, այսինքն մենք խոսել ենք, որ միասնականությամբ պետք է պայքարենք եւ հանրապետական կուսակցությունը առաջակաշել միասնականության մասին օրակարգ, այն է իմպիչմենտի օրակարգը, որ բոլորս մի կողմ դնենք մեր մեջ ունեցած հակասությունները եւ միանանք մի ճանապարհով, մի ճակատով, ոչ թե ձևի համար, այլ իրականում միանանք սահմանադրական գործընթացը, որը կոչվում է impeachment իրականացնելու համար։ Մենք հիմա քննարկումների մեջ ենք, այո, արձագանքներ կան, մենք հիմա քննարկումների փուլում ենք, այո, ինչպես տեսնում եք, բոլորիս վրա կան ինչ-որ այս կամ այն ձևով սարքած քրեական գործեր, Դավիթ Համբարձումյանը կալանավորված է, մենք ասես հետաքրքիր մի հատ բան է ստացվում, նայեք, իրանք կալանք են տալի մարդուն, ապորինի կալանավորում են եւ հետո տնային կալանք են ուղարկում, որ մարդիկ ուրախանան, բարեկամները, հարազատները, ընկերները, մենք, որ ասենք ինչ լավ է, գոնե տնային կալանք են տալի, բայց տնային կալանքը ինչպես Դավիթ Համբարձումյանի դեպքում, այնպես Սամվել Կարապետյանի դեպքում, Նարեկ Սամսոնյանի դեպքում, Միքայել Սրբազանի դեպքում, տարբեր մարդկանց դեպքում դա եւս քաղաքական հետապնդում է, եւս քաղաքական գործընթաց է եւ եւս նրանք համարվում են քաղաքական բանտարկյալներ։ Մենք այստեղ ենք աջակցություն Դավիթ Համբարձումյանի, այստեղ ենք աջակցություն բոլոր քաղաքական բանտարկյալների։ Այս ընթացքը կարող է ասացվի միասնականությամբ։ Միասնականությամբ հնարավոր է գործընթաց սկսել, որը կբերի հաղթանակի ընդհանուր առմամբ մենք պետք է փաստենք, որ մեր գործընթացը որևէ սակարկման ենթակա չի, այսինքն գիտեք, որ դուք հարցրեցիք Դավիթին արդյոք նրա համար են կալանավոր է, որովհետև նա վարչապետի տեխնացուների իմպիչմենտի, վստահեցնում եմ, որ իմ կարծիքով շատ հավանական է, որ բոլոր մեր հետ կապ ունեցող քաղաքական հետապնդումները, գործընթացները կապված են հենց այն օրակարգի հետ, որը իրանց օրակարգից դուրս է, այսինքն կա մի օրակարգ, որը Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, եւ կա օրակարգ, որը Նիկոլ Փաշինյանինը չի, դա իմպիչմենտի գործընթացն է, այսինքն մենք օրակարգ ենք առաջարկել, որը համապատասխան չի Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետ եւ նորից եւս մեկ անգամ ասել ենք, որ պետք է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները եւ միասնական պայքար մղել ի օգուտ Հայաստանի Հանրապետության։ Հիմա որ ասեցիք կան քննարկումներ, կան որոշակի համաձայնություններ, կբացեք փակագծերը, ում եք քննարկել, ինչ համաձայնության մասին է խոսքը, որովհետև քաղաքական ուժերից որևիցե արձագանք ըստ էության իմպիչմենտի թեմայի շուրջ չկա։ Մենք դեռ չենք բարձրաձայնում այն ուժերի հետ մեր քննարկումներում հետ, որ մենք ինչ-որ բաներ քննարկել ենք, ինչ-որ բաներ նախապատրաստել ենք եւ մենք բարձրաձայնում ենք մենայն, որ Փայլակ ջան քննարկումները գնում ընթանում է քննարկումների փուլը, կհրապարակենք քննարկումների փուլից հետո արդեն հանրությանը, որ ավելի սպառիչ պատասխանենք իրանց հետաքրքրող հարցին, ինչ ընդհանուր առմամբ մենք ունենանք։ Եվ մենք սպառիչ կպատասխանենք, թե որ քաղաքական ուժերի հետ ինչ քննարկումներ ունենք եւ որ քաղաքական ուժերը ինչ պատկերացումներ ունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ, որ ճանապարհով են գնում քաղաքական դաշտի ներկայացուցիչները։